Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ, բայց արդյունքը մենք տեսնում ենք, նաև այս հրապարակում բավականին քիչ են մասնակիցները, այս եղանակով, այս ճանապարհով ինչ-որ արդյունքի հնարավոր է հասնել եւ որ պարագայում Նիկոլ Փաշինյանը խաղաղ ճանապարհով հրաժարական կտա։ Խաղաղ ճանապարհ հրաժարականի տեսակետով նա ասում է, չէ՞ որ եթե անհրաժեշտ չափով իրեն մարդիկ մերժեն, հրաժարական պահանջեն, ես կտամ։ Այդ անհրաժեշտ քանակը կարծեմ 200,000-ն է։ Դա դժվար չէ, այդքան ստորագրություն հավաքելը։ Եվ ես կարծում եմ հենց որ նա եկավ այս սկզբից ասեց, մի խոսք դարձրեցին ԿԳՄՍ նախարարությունների այդ անուններով։ Ես անմիջապես հասկացա, որ սա երկիր կործանելու լավ ճանապարհ է, քանի որ դրա մեջ են մտնում նաև սփյուռք, չէ՞, նախարարությունը։ Հետո եկավ արդեն բանակի եւ այլ լուծարումները, մյուսները եւ այդպիսի մարդը իրավունք չունի լինել երկրի գլխավոր աթոռին։ Ձեր հարցի մյուս կողմը։ Եվ ուրեմն Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովուրդն է ինձ բերել, ժողովուրդն էլ երբ որ ուզի ես կհեռանամ։ Չէ, այն ինչ որ վերաբերում է այստեղ քիչ մարդիկ են, բոլորին է քիչ են, որովհետև նրանք արդեն հասկացան, որ այս փողոցով քայլելով 50-60 հազարով եւ այլնով չի հեռանում այս իշխանությունը։ Սպասում է որ հոգնեն գնան, ինչպես որ հենց նույն Ալեն Սիմոնյանն էր ասում։ Եվ համարը այդպես էլ եղավ, որովհետև այդ շարժումը պետք է լիներ անընդհատ, ոչ թե ընդհատվող։ Չպետք է գնայինք տուն։ Նախ եւ առաջ այդպես։ Տեսնում եք առաջնորդների այլընտրանքային առաջնորդներ։ Իհարկե, ահագին։ Իհարկե պետք չէ որևէ մեկը, որովհետեւ չկա այնպեսի մեկը, որին միանգամից ասեն, նայա եւ բոլորը հավաքեն դրա շուրջը։ Այլ կա մարդիկ, որոնք կարող են խմբով Այո, կառավարությունն էլի լինի ժամանակավոր։ հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ մոտենալ։ Այս դեպքում կարող է միասին շարժման տեղեկատվական հավաքը բացում ենք։ Եվ երկիրը այսօր ներկայացնելու ենք ձեր ուշադրության միասին շարժման համահիմն